Որովհետև լույսի բանակը ազգային նոր միտք է, որը մերժում է հպատակությունն ու ստրկությունը հանուն ազգի բարօրության ու մեր պետականության։ Իսկ իրանք թքած ունեն թե ազգի թե պետության վրա, իրանց համար կարևորը իրանք լավ լինեն։ Որովհետև ի տարբերություն իրանց ապազգային, հակապետական ու հակահայկական ծրագրերի, լույսի բանակի ազգային միտքն ու ծրագրերը չեն ծնվել ինչ-որ օլիգարխի գրասենյակում, չեն ծնվել ինչ-որ դեսպանատան գոյացությունում ու ոչ էլ ծնվել են որևէ փդած կուսակցության փոշու մեջ։ Լույսի բանակի միտքն ու ծրագրերը, ձգտումներն ու նպատակները գալիս են ոչ թե նախկիններից, ոչ թե ներկաներից, այլ հայ ազգի նոր գիտակցությունից։ Ու հենց ստեղ է, որ լույսի բանակը դառնում է սպառնալիք ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ հակահայկական համակարգի համար, որը կառուցվել է մի նպատակով, որ հայ մարդուն պահեն իրական ընտրությունից, որոշումներ կայացնելու իրավունքից ու որպես ազգ իր գերագույն արժեքի գիտակցությունից կիլոմետրերով հեռու, որ դուք լինեք հոգնած ու թմրած, ապրեք անորոշության մեջ, կասկածի տակ դնեք ձեր ամեն ինչը, պատմությունը, կայունը, ազգային արժեքներն ու ինքնագիտակցությունը, որ չխանգարեք իրանց, որ իրանք էլ դիմադիր անդիմադիր թատրոնը խաղալով ձեզ ավելի պառակտեն ու արդյունքում նորից մենակ իրանք օգտվեն։ Դե դուք էլ ինչ։ Դուք իրանց համար ընդհանրապես մի հատ խաբված զանգված եք, որին իրար դեմ հանելով ու լոլոներ կարդալով ինչ ուզում անում են, որովհետև բոլորիդ հասցրել են այն վիճակի, որ միշտ մտածեք, որ բոլորն էլ նույնն են, որ բոլորն էլ սուտ են։ Ու այդ պրիզմայով դուք անկախ ձեզանից նայում եք նաև ազգից ծնված, ազգով ապրող, ազգի համար ապրող Հայաստանի մաքրամաքուր քաղաքական ու ռազմական ուժին, լույսի բանակին։ Ես ձեզ չեմ մեղադրում, անկեղծ։ Ես ձեզ հասկանում եմ։ Ուղղակի խնդրում եմ, որ դուք էլ հասկանաք իրականությունը ու այլևս տենց չմտածեք։ Եթե ինքներդ վերլուծեք, դուք էլ կհասկանաք, որ բացարձակ ոչ մի հիմք չունեք մեզ նույնականացնելու քաղաքական ազգադավերի ու ժողովրդի ու պետականության վրա թքած ունեցողների հակահայերի հետ։